խաղողի ժամանակակից տեխնոլոգիաներով մշակող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորում 17 միլիարդ դրամ, ինտենսիվ այգեգործության զարգացման սուբսիդավորում 59 միլիարդ դրամ։ Այսինքն մենակ այս երկու ծրագրով, որ նշեցի, 100 միլիարդ մենակ մենք դրել ենք գյուղատնտեսության մեջ ու տվել ենք կոնկրետ մարդկանց։ Ու ընդ որում, ես ինչ որ ասում եմ, էլի, սա նենց բան չէ, որ դե տվինք մարզպետին, մարզպետը քաղաքապետին, քաղաքապետը գյուղապետին, գյուղապետն է ժողով արավ, գառը մորթեց, գինին դրին, կերան խմեցին, ուրախացան ծափ տվին, ամեն դրամի տակ անուն ազգանուն կա։ Այս ամեն դրամը հետագծելի է, որ այս 50 միլիարդից ուզենանք իմանան ով ինչքան է ստացել, հետագծելի է։ Այս շատ կարևոր հանգամանք է։ Գյուղատնտեսական հումքի մթերումներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր, այս էլ այն ծրագիրն է, որի արդյունքներով մենք չենք տեսնում, որ գյուղացիները ասում են, չի մթերվում, գինը եւ այլն, եւ այլն, գինը միշտ էլ ասում են, բոլորն էլ ուզում են ավելի թանկ վաճառեն։ 18.7 միլիարդ դրամ պետական աջակցություն բնակարանների եւ անհատական բնակելի տների էներգոարդյունավետ վերանորոգման աշխատանքի իրականացում։ Մենք 13.3 միլիարդ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին փող ենք տվել, որ իրանք իրանց տները նորոգեն, հարգելի գործընկերներ։ Աշխարհի որ երկրի, որ կառավարությունն է քաղաքացուն փող տալիս, որ մարդը իր տունը ռեմոնտ անի, հասկանում եք։ Բա սրա համար ենք հեղափոխություն արել, այո, սրա համար ենք հեղափոխություն արել, սրա համար ենք, այդ թվում սրա համար, հիպոթեկային վարկի վճարած տոկոսների գումարների վերադարձ, տասնյակ հազարավոր քաղաքացիներ այս ծրագրի շնորհիվ տան տեր է դարձել, 327.4 միլիարդ դրամ, 327.4 միլիարդ դրամ, այս սենց հաշվել ենք, սենց ենք հաշվել, ու տվել ենք կոնկրետ 327.4 միլիարդ դրամ։ Հայտարարատու համարվող անձանց օրենսդրությամբ սահմանված սոցիալական ծախսերի ուղղություններով կատարված ծախսերի փոխհատուցում 9.1 միլիարդ դրամ։ Եվ այսպես շարունակ, այսինքն 3.7 միլիարդ դրամ 3.7 միայն այս այնա, որ անհատապես վերադարձրել ենք քաղաքացիներին։ Եվ սա է այն, ինչի համար այդ թվում սա է, որ հեղափոխությունը Հայաստանում տեղի ունեցել։ Հիմա ես ուզում եմ վերադառնալ 2018 թվականի մայիսի 15-ին 2018 թվականի մայիսի 15-ին իմ արած մի հայտարարության։ Երբ որ ես ներկայացնում եմ առողջապահության նորանշանակ նախարարին, այս հայտարարությունը նաև տարբեր առիթներով տարբեր տեղերում հնչեցրել եմ։ Ոլորտում արկա առաջնահերթություններից է Հայաստանում բուժ սպասարկման եւ բժշկական օգնություն կարիք ունեցող որևէ անձի համար ապահովել պայմաններ, որ նա չմնա հիվանդանոցների դռներին։ Ես այս հայտարարությունը, հարգելի գործընկերներ, արել եմ 2018 թվականի մայիսի 15-ին։ Հիմա իհարկե մենք բնականաբար ես գալիս եմ խոսելու առողջության ապահովագրության մասին, բայց ես ուզում եմ նաև հարց կհնչի։ Այս հայտարարությունը արել եմ 2018 թվականի մայիսի 15-ին։ Բան չէ առողջապահության ապահովագրությունը մտել 2026 թվականի հունվարի 1-ին, որովհետև մենք ճանապարհ ենք անցել, որովհետև եթե առողջապահության ապահովագրություն ներգրենք 2018 թվականի հունիսին կամ 19 թվականի հունվարի 1-ից, առողջապահության համակարգը կփլուզվեր։ Բայց դրանից առաջ մենք ինչ ենք արել։ Մենք նախ պետպատվերի համակարգը փուլ կամանց ընդլայնել ենք։ Հաջորդ փուլով օֆերտայի համակարգն ենք ներդրել, այդ ընթացքում ամեն անգամ աղմուկներ սոցիալական ցանցերում,
էլեկտրոնային առողջապահության համակարգն ենք զարգացել։ Հիշում եք աղմուկները, որ վա, ես էլեկտրոնային դեղատոմսեր ես, ինչա, մարդկանց եւ այլն եւ այլն։ Եթե մենք էլեկտրոնային դեղատոմսի համակարգ չունենայինք եւ այդպիսի բարեփոխումներ չունենայինք, այսօր երկինք էլ թռնեինք, չենք կարող ունենալ առողջության ապահովագրության համակարգ։ Եվ բոլոր այն բարեփոխումները, որ ցավոտ են եղել, որ մեզ քննադատել են, այդ ամեն ինչը մենք կներեք բուլդոզերով ճանապարհ ենք հարթում դեպի այսօրվա արդեն իսկ հաստատված անշրջելի իրողություն։ Իսկ այդ իրողությունը մենակ քաղաքական կարգախոս չի։ Ես արդեն ասացի, կյանքի միջին տեղողությունը այդ բուլդոզերի աշխատանքի ընթացքում Հայաստանում հասել է 78.6։ Սա դեռ առողջության ապահովագրության համակարգը ներդրված չի, այլ ընդամենը մենք քայլում ենք դեպի այդ ուղղությամբ եւ արդյունքում ինչ ունենք 2017 թվականի համեմատ առողջապահության բյուջեն Հայաստանում Հանրապետությունում 2.6 անգամ աճել է, 157%-ով աճել է։ Եվ հիմա հիմնական խնդրեմը, որի մասին մենք սովորաբար խոսում ենք, թե դե կառավարությունը էլի թվերա, որ ասում է, թիվը ասում են, բայց ինչ կապ ունի դա մարդկանց հետ։ Այդ կապը շատ կոնկրետ է։